Բարի լույս, բարի կիրակի, սիրելի հեռուստադիտող, մինչ դուք վայելում եք ձեր դանդաղ առավոտը, մենք սկսում ենք եթերային մեր աշխատանքը եւ խոստանում առաջիկա 2 ժամն ունենալ հետաքրքիր, ջերմ ու արվեստային քննարկումներ։ Եվ այսպես ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ նոր ընտանեկան ու արկածային ֆիլմի պրեմիերա, մի անգամ դպրոցում 2 վերջին պահապանը ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Եվ այսպես մեր տաղավարում է ֆիլմի սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանը։ Բարի լույս, Նարեկ։ Շնորհակալ եմ մեր տաղավարում լինելու համար եւ նաեւ շնորհավորում եմ ձեզ պրեմիերայի կապակցությամբ։ Շնորհակալ եմ համերավերի, շնորհավորանքի համար, շատ հաճելի է։ Փոխադարձ եւ պատմեք ինչպես անցավ պրեմիերան եւ ապա արդեն սկսենք ֆիլմից խոսել։ Պրեմիերան կարծում եմ ինչպես գրեթե բոլոր պրեմիերաները ուրախ, մարդաշատ, էմոցիաներով լի, բայց այս մեկը մեզ համար մի փոքրիկ տարբերվում էր մյուսներից, որովհետև դահլիճում ունեինք բազմաթիվ երեխաներ, 6-ից մինչև 40 տարեկան ու բոլորը ուշադիր նայեցին ֆիլմը, այդպիսի բան առաջին անգամ էր։ Ֆիլմը փաստորեն երկրորդ մասն էր եւ կար նաեւ առաջին մաս, տարիներ առաջ նաեւ այդ ֆիլմն էիք թողարկել, ի սկզբանե եղել է երկրորդ մաս նկարելու գաղափար, թե հետո է առաջացել։ Ի սկզբանե միշտ կա շարունակելու գաղափար, երբ ինչ-որ բան սկսում ես, բայց այս դեպքում ամրապնդվում է ավելի ուշ, երբ առաջին ունենում է հաջողություն, հասկանում ես, որ մարդիկ սիրեցին, սպասում են, այդ դեպքում նոր իրավունք ես վերապահում քեզ արդեն շարունակել։ Այսինքն ֆիլմն այնպես չէիք նկարահանել, որ կիսավարտ էր եւ պետք էր շարունակություն։ Ոչ, առաջի ֆիլմը ամբողջությամբ ավարտուն ֆիլմ էր, ինչպես նաեւ երկրորդը ու այս պարագային իրենք կարելի է դիտարկել առանցին, այսինքն երկրորդը նայելու համար պարտադիր չէ նայած լինես առաջինը, որպեսզի հասկանաս, չնայած առաջինին նայն մարդիկ ովքեր տեսել են առաջինը, երկրորդում կտեսնեն ծանոթ դեմքեր, որոշակի ծանոթ գծեր, այո, որը իրենց համար բոնուս կդիտարկվի որպես։ Ինչ կարևոր թեմաներ կան ֆիլմում, որոնք ցանկացել եք ընդգծել եւ առհասարակ ինչի եւ ում համար է այս ֆիլմը։ Ֆիլմում իրականում թեմաները շատ են, քանի որ մեր հերոսները բազմազան են ու տարբեր, փոքրիկ դպրոցականներից մինչև ուսուցիչ, տնօրեն, գրքային հերոս Դոն Կիխոտ, ով արդեն մեր աշխարհում է, հետեւաբար ամեն հերոս իր հետ բերում է իր խնդիրը ու այն թեման, որին ճիշտ կլինի, արդար կլինի, որ հենց ինքը անդրադառնա, բայց այս դեպքում էլի այն բոլոր գեղեցիկ բաներն են թեմայի կենտրոնում, որոնք կարևոր են մեզ բոլորիս համար, համամարտկայինից մինչև ամենախորազգայինը։ Երկրորդ ֆիլմում ավելի շատ շեշտը դրված է նաև այդ ազգայինի վրա, առաջինում մի փոքր ավելի համամարտկային բարություն, սեր, ընկերասիրություն, հավատարմություն եւ այլն, այստեղ անդրադարձը փոքրինչ ավելի նեղ է, ազգային է, պահպանելով նախորդի բոլոր այս գեղեցիկ բաները, որ շեշտեցի։ Եվ փաստորեն կա նաև հերոսի գաղափարը, որի շուրջ էլ կատարվում են այդ իրադարձությունները։ Այո, ունենք հերոս, մեր հերոսը փոքրիկ դպրոցական է, ով իմիջայլոց էության հերոս է, բայց հերոս է դառնում պատահականության սկզբունքով, որտեղ ինքն է ականատես լինում այդ հրաշքին, երբ անհետանում է գրադարանավարը ու նրա փոխարեն հայտնվում Դոն Կիխոտը, բայց մինչ այդ մենք հասկանում ենք, որ այո, նա մեր հերոսն է, որտեղ նա այն ըմբոստն է, ով չի կարողանում ընդունել ուղակի բամբասանքներ, ուղակի խոսքեր, ցանկացած լսած բան իր համար քննարկման ենթարկա է, ինքը պետք է ապացույցներ գտնի կամ տրամաբանություն գոնե, որից հետո կհավատա կամ կմերժի լսածը։ Ովքեր են դերակատարները, Նարեկ։ Դերակատարները Մկրտիչ Արզումանյան, Վահագն Գալստյան, Անահիտ Մանուկյան, Արա Սարգսյան, Սամսոն Ստեփանյան ու մի շարք այլ տաղանդավոր մարդիկ, ովքեր թողներ են, բայց բոլորին չեմ կարող թվարկել։ Եվ մեր փոքրիկ հերոսը հենց Նիկոլը Ղուկասյան, ով կարծեմ առաջին փորձն է, չէ՞, նկարահանվելու ֆիլմում։ Եթե չեմ սխալվում, այդպես մեծ դեր։ Հա, որտեղ ենթադրում եմ, որ ինքը ինչ որ տեղ էլի փոքրիկ էպիզոդիկ կտոր ունեցել է, բայց այո, որպես այդպեսին մեծ դեր ու գլխավոր հերոս առաջի փորձն էր ու ապրի Նիկոլը։ Իսկ սցենարը գրելիս արդեն գիտեիք, թե ովքեր կարող են մոտավորապես կերտել այդ կերպարները, թե հետո են դրանք ի հայտ եկել արդեն ռեժիսորի հետ քննարկման արդյունքում։ Մասամբ, քանի որ ինչպես արդեն խոսեցինք, առաջին մասի հետ կապված ընդհանրություններ կար, մենք ունենք հնաբնակներ, այսինքն կերպարներ, ովքեր եկել են առաջի ֆիլմից, դե այդ դեպքում քննարկում չկա նույն
ընկեր Մուրադյանը, որը մարմնավորում էր Վահագնը Գալստյան, նույն Դոն Կիխոտը, որը ով Մկրտիչը Արզումանյան կերտեց, իսկ մնացածը չէ, մնացածը արդեն հետո փորձում են գտնել, հասկանալ ու այդպես։ Սցենարը ինքնին փոքրինչ արկածային է, ինչ որ հեքիաթային է, գրքային տարրեր կան փաստորեն, ինչպես է առաջնորդվում սցենարը գրելիս, ինչն է կարևորում, որ եւ լինի այդպես հետաքրքիր ընտանեկան, այսինքն եւ երեխաներին տվյալ պարագայում գրավենք եւ նաեւ մեծահասակներն իրենց օտարված չզգան։ Ըստ իս ամենասկզբում նախ պետք է հասկանալ պատմությունը, ամեն դեպքում սցենարը պատմություն է, պետք է գտնել այն պատմությունը, որը կհետաքրքրի բոլորին։ Այ հաջորդիվ այն փուլերում, երբ մշակումներ է անցնում, հարստանում է ինչ-որ առումներով, այդ փոքրիկ խորամանկությունները թերևս այդ ժամանակ են կիրառվում, թե այ օրինակ այս դրվագները կարող են լինել, որպեսզի երեխաներին ավելի հետաքրքիր լինեն, սրանք որպեսզի մեծերը չձանձրանան, բայց ի սկզբանե պատմությունն է ընդամենը, չգիտեմ, 4 բառով տեղի է ունենում, այսինչը պետք է անել, այսինչը վերջում դառնա այսպես։ Հետո արդեն փոխլրացնում եք տարբեր դետալային դրվագներով։ Հետո հասկանում ենք ինչպես զարգացումները տանենք, որտեվ այնտեղ շատ բաներ կան ու այդ ամեն ինչը չխառնել, չձանձրացնել, ինչպես նշեցիք ու չգիտեմ, ինքը հեշտ աշխատանք չի, բայց հետաքրքիր է։ Ինչու եմ այդ մասին խոսում, որովհետև այսօր շատ են այդ քննադատությունները եւ ֆիլմերի հետ կապված եւ սերիալների կամ հեռուստաֆիլմերի եւ առաջին այս քննադատական թիրախում հենց սցենարն է, սցենարիստը, որովհետև ասում են, որքանով է ճիշտ դա դուք կարող եք ասել, որ լավ ֆիլմի հիմքում նախ եւ առաջ լավ սցենարն է, որը որ պետք է ոնց պետք է հասկանալ, որ սա օրինակ պրիմիտիվ սցենար է կամ սա պետք է սրանից խուսափել, այդ հարցերում ինչպես է կարողանում։ Փորձը։ Նախ դրա համար կարևորը շատ սցենարիստի փորձը, պրոդյուսերի փորձը, որտեղ սցենարիստը լիարժեք անկախ չի, եթե չենք խոսում հեղինակային ֆիլմի մասին։ Ամեն դեպքում դու ունես մարդիկ, ովքեր այդ ամեն ինչը պետք է իրականացնեն, ովքեր այս ֆիլմի տերերն են, գուցե կոպիտ անջում, բայց իրականությունն է այդպես։ Ստեղծողները։ Այո, չէ, այս դեպքում ստեղծողները են ստեղծագործական խումբն է, պրոդյուսերական խումբը են մարդիկ են, այո, որ համ ստեղծում են, համ իրենք հետագա ճակատագրի տնօրինողներն են, հետեւաբար այո, լավ պրոդյուսերը շատ կարևոր է, ինչի համար ես շատ ուրախ եմ, իդեպ կուզեմ անդրադառնալ, շնորհակալ եմ եւ Տիգրանին Համբարձումյան, մեր գլխավոր պրոդյուսերին եւ Վահանին Գրիշկյան պրոդյուսերին, ովքեր ունեն այո այդ տաղանդը, այդ հոտառությունը ու կարող են քեզ ուղղորդել, որ չէ, այս լավ է, իսկ գուցե վերանայենք, այստեղ մի բան են չի, բնականաբար ինքը թիմային աշխատանք է։ Քանի որ նաև բազմաթիվ այլ ֆիլմերի վրա եք դուք աշխատել, այդ անցած ճանապարհը ոնց եք գնահատում, ինչ էվոլյուցիա եք ապրել որպես սցենարիստ։ Ինձ թվում է բնականon զարգացում, ոչ մի ֆենոմենալ ցածկ չունենք, ես այտենց ավելի համեստ կգնահատեմ, բայց այն որ անցյալի սխալները փորձում ենք չկրկնել ու ինչ որ որն է այդ սխալը, որոնք են այդ սխալները։ Օրինակ սցենարիստի առումով ասեմ, դրվագներ կամ քայլեր, որոնք կարող են անել հերոսները տարբեր դրական բացական էական չի, որոնք գուցե հարցեր առաջացնեն հանդիսատեսի մոտ։ Այ օրինակ ինչի հենց այդպես։ Իսկ ինչ կլիներ, եթե ոչ այդպես։ Այսինքն չկա այդ հիմնավորված կարծրացած այդ կոնկրետ գիծը, որ հավատան, որ չէ, այլ տարբերակ չկար, հենց այդպես էլ պետք է լիներ։ Այսինքն դուք փորձում եք հիմա այնպես սցենարը կառուցել, որպեսզի այդ հարցերը այլևս չառաջանան։ Այո, իհարկե, որպեսզի տանես, հանդիսատեսին պետք է տանել պատմության միջով ու երբ որ կան այդ բացեր, գիտեք, հաճախ հանդիսականը չի էլ զգում ինչ է, ինչի, բայց ինքը զգում է ինտուիտիվ, որ մի բան այն չի, բայց ինքը չի կարող բացատրել, թե ինչը, իսկ ես կարող եմ, որտեղ ես գիտեմ ինչ է, ինչի։ Իսկ այս սցենարը կոնկրետ գրելիս ինչ դժվարությունների եք հանդիպել եւ նաեւ հետո արդեն սցենարը երբ որ դարձրել եք գործողություն։ Այս դեպքում շատ կարևոր էր փոքրիկների գործոնը, որովհետեւ ամեն դեպքում մանկական հումորը ինքը շատ այլ է։ Ու մի ֆիլմում համատեղել հումոր, որ համ կզվարճացնի մեծերին, համ կարելի կլինի փոքրերին ու հակառակը փոքրերին կզվարճացնի, իսկ մեծերի համար չի դիտարկվի, որ ձանձրալի մի բան։ Այդ դա փոքրինչ դժվար է, բայց ամեն դեպքում ցանկացած դժվարությունը ինչ որ բայի դառնում է օգուտ, որտեվ դու դրանք հաղթահարելով նոր
հնարքներ է սովորում, նոր մոտեցումներ, հա, փաստորեն այսպես էլ էր կարելի, երբ որ չկա խնդիր, չկա լուծում, ինձ թվում է չկա նաև զարգացում, այնպես որ ես շատ ուրախ եմ։ Փաստորեն մանկական հումորը ավելի բարդ է, հա, ստանալը գրելը, իսկ սովորական մեծահասակների համար մանավանդ եթե հաշվենք իմ տարիքը, ես գուցե պետք է մտնեք երեխաների հոգեբանության մեջ։ Բնականաբար մոռացել եմ, թե այդ տարիքում ինչի վրա էինք ընդհանրապես։ Եվ հետո փոխվել է ի վերջո, հիմա բոլորովին այլ հումորներ կան։ Այո, դրա համար այդ առումով դժվար է, բայց Այ ո՞նց էիք կարողանում դա ճիշտ գծի վրա պահել։ ինձ թվում է այդ ուղղակի պետքա հիշել են ամեն ինչի միջով անցել ես, նայել քո կողքի մարդկանց, քո երեխաներին, չգիտեմ, բարեկամների երեխաներին ու այդ անմեղությունը վերադարձնել, որ այո, կարելի է այդ փոքրիկ այդ անմեղ բանը երեխային կարող է զվարճացնել առանց խորքային ինչ-որ շերտերի, բայց ունենք իհարկե ֆիլմը բազմաշերտ է, այդ չի վերաբերվում ֆիլմին, այլ առանցին հումորների։ Իսկ նկարահանման ընթացքում իմպրովիզացիաներ եղել են սցենարային առումով, թե ոնց գրված է, այդպես էլ նկարել եք։ Չէ, իհարկե լինում են ու այդ առումով թե ես թե թիմը շատ բաց ենք, որտեվ մենք մեր վերջնանպատակը լավ ֆիլմ ունենալն է։ Չկա այստեղ այդ էգոիստական մեծամտությունը ասեմ կամ չգիտեմ ոնց ասեմ, որ ճիշտ լինի ու ոչ ոքի չվիրավորեմ, մենք բաց ենք։ Եթե այո դերասան առաջարկում է ինչ-որ բան, որը չի խանգարում ֆիլմի գծին, բայց կարող է հարստացնել, միանշանակ մենք այդ դիմավորում ենք ծափերով, ողջունում ենք ու այս ֆիլմում բնականաբար եւս կան դերասանները տաղանդավոր են, շնորհաշատ են, փորձ ունեն երկար տարիների ու զարմանալի կլինի, որ իրենց հետ ինչ-որ բան չբերեն։ Եկեք մի փոքր էլ խոսենք առհասարակ այսօր ֆիլմ արտադրությունից Հայաստանում, այս մասին էլ քննադատությունները շատ են, միշտ ասում են դե լավ ֆիլմեր քիչ ունենք կամ վերջին շրջանում ընդհանրապես չունենք, եւ այսպիսի թեթև գուցե ժամանցային ֆիլմերը, ինչ որտեղ նաեւ կոմերցիոն ֆիլմերը չեն դիտարկում որպես արժեք ունեցող լավ ֆիլմ, այ ինչու է դա այդպես եւ արդյոք արդարացի է այն ամբողջ աշխատանքի նկատմամբ, որ դուք անում եք։ Այդ փոքր ծավալուն թեմա է, բայց նախ սկսեմ նրանից, որ օրինակ ես մեր ֆիլմը չի կարելի համարել թեթև ժամանցային, ինքը այո ժամանցային, ինքը հումորային է, արկածային, ընտանեկան, բայց շատ բազմաշերտ է ու այստեղ կան կոնկրետ մեսիջներ, որ շատ կարևոր են։ Այս ֆիլմը ուրիշ ֆիլմ է։ Ինչ վերաբերում է պահանջներին, այո, իհարկե, կա նաև արդարացի, բողոք, կա անարդարացի։ Գիտեք, հետաքրքիր մի բան կա, որ կան մարդիկ, ովքեր փնտրում են այդ լավը ու ասում են չկա այդ լավը, կան մարդիկ, ովքեր արտադրում են այդ լավը ու ինչ-որ պահի, ինչ-որ հետաքրքիր բան է տեղի ունենում, այդ լավը փնտրողն ու արտադրողը կարծես չեն հանդիպում։ Այսինքն կամ փնտրողները անկեղծ չեն, կամ մի բան այն չի, որտեղ ես վստահաբար ասում եմ, որ մենք այսօր ունենք լավ ֆիլմ, համենված, այն ինչ փնտրում են, այն ինչից բողոքում են, հավատացեք չկա մեր ֆիլմում։ Բայց ո՞րն է համարվում լավ ֆիլմ, այ ո՞նց հասկանանք, որ դա լավն է։ Դե բնականաբար դա սուբյեկտիվ է, ամեն մեկի համար մեկն է լավ, ես ասեմ ինչ սանդղակով կամ չափորոշիչներով եմ համարում լավ։ Ֆիլմում չկա գռեհկաբանություն, չկա ցենզից անցնել, չկա դրվագ, որ դու կլարվես, որ երեխայիդ կամ կնոջդ կամ ընտանիքիդ որևէ անդամի հետ ես։ Ֆիլմը ունի հստակ պատմություն։ Պատմությունը ունի հստակ արժեքների քարոզ, հստակ արժեքների վերհանում։ Այսինքն չկա ապազգային որևէ գիծ, չկա վատ սովորույթներ խրախուսելու որևէ գիծ։ Այսինքն, չգիտեմ, մեր ամբողջ ֆիլմում սմարթֆոնը երևում է մի տեղում, երբ հերոսին SM բանը հաղորդագրություն է գալիս ու երևի մի տեղ էլ ընկերները GPS-ով նայում են թե ուր գնաց։ Այսինքն ես իմ օրինակից գիտեմ, որ երբեմն ֆիլմում այնիշ տենում ես այդ պահին քեզ բանը ուշադրությունը տանում է ու փորձել ենք ամեն կերպ հեռու պահել այդ բաներից։ Այսինքն այդ սմարթֆոններն էլ են խանգարող ինչ որ ֆիլմում երբ որ անընդհատ։ Իհարկե, երբ որ դու տեսնում ես, որ հոп անկախ քեզնից հիշում ես, ինչ որ բայ գուցե մոռացել ես կողքի տա, բայց մեկ էլ նայեց ու դու անկախ քեզանից ես դա գիտեմ ավելի վատ սովորությունների հետ կապված չեմ ուզի եթերով հնչեցնեմ, բայց երբ հերոս ինչ որ բան է անում ու անկախ քեզնից դու կրկնում ես նույնը հենց այդ բային։ Գիտեմ նաև, որ ֆիլմի հետ կապված զուգահեռ իրականացրել եք համահայկական շարադրությունների մրցույթ դպրոցներում,
կուզենամ նաև հիմա պատմեք նպատակի մասին այս մրցույթի։ Այս մրցույթը եւս առաջի ֆիլմից եկած ավանդույթ է, առաջինում չնայած միայն երևանյան դպրոցներն էին, հիմա օնլայնվել ենք։ ԿԳՄՍ-ի օգնությամբ իրականացրել ենք շարադրությունների մրցույթ, որը խորագրվում է իսկական հերոսը։ Հարյուրավոր շարադրություններ ունենք, հիմա ամփոփման փուլում ենք ու շատ ծանր է, որտեվ կան շատ լուսավոր երեխաներ, կան շատ սիրուն մտքեր, բայց նաև կրկնվող, դժվար է, որտեվ պարզ է, չէ՞ որ մեր իսկական հերոսներից նաև շատերին մենք գիտենք, խոնարհումս բոլորին, բայց ուզում ես գտնես մի նոր բան, որտեվ այն որ մեր զինվորը հերոս է, այդ բոլորս գիտենք ու չի քննարկվում, այն որ չգիտեմ, մայրիկները հերոսներ են, ուսուցիչները, բժիշկները, բոլորի հետ համաձայն ենք, բայց երբ ասենք հարյուրավոր շարադրությունների մեջ, չգիտեմ, 100-ում հերոսը մայրիկն է, արդեն խնդիր կա ընտրել, որտեվ այս դեպքում ոնց ընտրես։ Շատ բարդ գործ է, այո, մասնակցել են Հայաստանի բոլոր դպրոցները, գրեթե դպրոցներ կան, որ ծուլացել են, աշակերտներին չեն տեղեկացել ի դեպ։ Ու այդ հարյուրավոր շարադրություններից պետք է ընտրվեն 4-ը, 2-ը երևանյան դպրոցներից, 2-ը մարզերից ու փաստորեն 4 աշակերտներ իրենց շարադրությունների շնորհիվ կճանաչվեն հաղթողներ ու իրենց ամբողջ դպրոցը իրենց շնորհիվ անվճար կգա կինոթատրոն ու կդիտի ֆիլմը, կարծում եմ լավագույն նվերներ, որ կարող ենք առաջարկել հաղթողներին։ Իսկ ինչպես եք որոշելու, թե որն է լավ շարադրություն, այսինքն կախված նրանից, թե ում է ընտրել հերոս, որ ավելի տարբերվող լինի, ոնց եք դուք այս հարցում առաջնորդվում։ Տեսեք, միշտ որոշումը ինքը ամեն դեպքում ունի այդ սուբյեկտիվ տարը։ Բնական է, չէ՞ որ ժյուրի է որոշում են 8 կամ 10 հոգի, ձայների մեծամասնությամբ կորոշվի։ Բայց մենք հիմքում մեկա դնում ենք այդ արդարության ֆակտորը, որ այո, ընտրվի տարբերվող, ընտրվի հետաքրքիր շարադրանք, ընտրվի սրտին կպնող ինչ-որ բան, ոչ թե փաստեր։ Օրինակ երեխաներ ունենք, որ գրքից հատված են, տենց հայրենոց copy-paste։ Ավելի վատ։ Հա, ուղարկել են, իրենք մտածում են, որ գուցե իրենք, ես ուրախ եմ, որ իրենք այդպեսի հնարամիտ են, բայց մենք էլ քնած չենք։ Մենք էլ գիտենք ChatGPT-ն ինչ է ու շատ արագ հասկանում ես, ասենք շարադրություններ կան 10-ից ավել, մի բառի փոփոխությամբ նույնությամբ սկսվում են, նույնությամբ։ Այսօրվա գլխավոր խնդիրներից մեկը։ Բայց մենք դա պարզ է, չէ՞ որ մենք էլ գիտենք այդ ամեն ինչը, մենք էլ ենք կարողանում անգլերեն հետ թարգմանել շարադրությունը ու գտնել օրինակ, թե դա որ գրքից է, գրքից հատված ու թե ինչպես են կալում հերոսը, այո, ես այդ թեմայի մեջ շատ չեմ ուզի խորանալ, որտեղ ամեն դեպքում հերոսները տարբեր են, ընկալումները տարբեր են, բայց փոքրուց մենք գիտենք ու նաև գրքերից ու ընդհանրապես սահմանում կա, որ հերոսը զոհողություն անելու խնդիր ունի, ընտրության խնդիր ունի, օրինակ շատ դեպքերում կարդում ենք պատմություններ շատ լավ մասնագետների մասին, որոնց պետք է ծափահարել, մեծարել, բայց իրանք հերոս չեն, որտեղ այդ մարդն իր գործն է արել, ասենք անկախ նրանից, թե ես երբ ինչ սցենար կգրեմ, ես երբևէ չեմ կարող համարվել հերոս, որտեղ ես ուղղակի իմ գործն եմ անում, գուցե ինչ-որ պահի շատ լավ, բայց ես դրա դիմաց ոչինչ չեմ զոհում, ես խոսքով եմ։ Բայց դա էլ է կարծում եմ սուբյեկտիվ ընկալում, որովհետև մեր ժամանակներում եւ իսկապես հերոսները տարբեր են եւ երեխաների ընկալումներն առավել եւս, քանի որ նրանք դեռ շատ փոքրիկ աշխարհ են տեսնում եւ գուցե իսկապես ինչ որ մեկի համար իր մայրն է հերոս կամ հայրը։ Բնական է։ Մեզ համար նույնպես մեր ծնողները հերոսներ են։ Բայց երբ խոսքը շարադրությունների մրցույթի մասին, արդեն մտածում ես, որ երևի մի քիչ ավելի, այո, պետք է խորը փնտրել, հասկանալ այդ հերոսի ընկալումը նաև, որտեղ հակառակ դեպքում դու հաղթող ուղղակի չես ունենա։ Օրինակ նախորդ մրցույթի պարագայում ինչ արդյունքներ եք տեսել։ Հաղթեց մի աղջիկ, ում մոտ հերոսը հայրն էր, նախորդ այնքան դժվար ժամանակներ էր, կորոնավիրուս, հետո պատերազմ, պատկերացնում եք, չէ, շարադրությունների 98%-ը ինչի մասին էր։ Ու այդ երեխայի համար իր հայրն էր հերոս, բայց այ իր մոտ կար այդ նկարագրությունը, թե ինչու է իր հայրը հերոս։ Ուղղակի չէ, որ պապան ինձ պահում է, ես իր մոտ ապահով եմ, այլ կար պատմություն, իրենք, եթե չեմ սխալվում, Վրաստանից էին տեղափոխվել, ես հիմա չեմ հիշի, թողից դերեն մանրամասները, բայց դու տեսնում էիր, թե ինչից ելնելով հայրը հերոս, ոչ միայն դե պարզ է, մեր բոլորի ծնողները մեր հերոսներն են, ողջունում են բոլորին, սիրում ենք բոլորին, բայց այո, այդ պատմության մեջ կար այդ հերոսության հատիկը։
ինչ-որ բաներ զոհելու հատիկը հանուն ինչ-որ բաների, ինչ-որ զրկանքներ կրելու։ Օրինակ ես ծնող եմ, ունեմ երեխաներ, երջանիկ եմ իրենցով, ես չեմ կարծում, որ հերոսությունը քեզ երջանկացնել է։ Ես իրենցով պարզապես դարձել եմ երջանիկ ու այսինքն մոտեցումները տարբեր են ու հիմա պետքա խորանանք, հասկանանք, թե ինչպես կայացնել այդ որոշումը, որ ամեն դեպքում ինչ լավ առումներով տարբերվող երեխաները դառնան հաղթողներ, որտեղ հակառակ դեպքում կստացվի մամայի պես շատ սիրուն, թե պապայի ավանդական այդ սխալ հարցը։ Այո։ Ինչպես ընտրենք հիմա ում մաման ավելի հերոս, եթե 20 հոգի գրելա, որ այդպես իր մայրը հերոս։ Եվ անդրադառնալով արդեն ֆիլմի նկարահանումներին, եթե ինչ-որ հետաքրքիր դրվագներ են եղել այդ ընթացքում, որտեղ են իրականացվել նկարահանումները, ինչքան ժամանակ եք կարողացել այդ ամենը իմի բերել, կարող եք նաև դրանք ներկայացնել։ Նկարահանումները Երևանում տարբեր վայրերը ինձ թվում է կարիք չունենք շեշտելու, որովհետև չեմ էլ հիշի այդ օրերին մենք այնքան բանը կես քնած, կես արթուն, որ մանրամասներ սխալ կլինի, եթե բարձրաձայնեմ, վստահ եմ, որ ստելու եմ գոնե մի քանի օր, բայց ընթանում էին լավ, խնդիրները դե ամառներ, հերոսներ ունեինք, ովքեր համապատասխան զգեստով չէին, նույն Դոն Կիխոտը դժվար էր, առանց ավելորդ լարվածության, առանց ինչ-որ այդ, չգիտեմ, ինձ թվում է այդ զավեշտերն ու անսպասելի դեպքերը ավելի շատ տեղի են ունենում այդ լարվածության մեջ, դե մեր մոտ է բնական է, մանավանդ այդպիսի մարդիկ հրապարակում չի կարող անմասն անցնել, տենց ուղղակի չեն, բայց չկա տենց հատուկ բան, որ ասեմ, այ էսպիսի հետաքրքիր։ Հատուկը պատմությունն է եւ պետք է գնալ եւ նայել ֆիլմը։ Արդյունքը, ի դեպ, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել, բոլորին շատ կարևոր գործ են արել, հրավիրում եմ բոլորին, որպեսզի գան, տեսնեն, սա ընտանեկան ֆիլմ է, տուն գնալ քննարկելու ֆիլմ է, նորից միասին զրուցելու ֆիլմ է, ընտանիքների հետ առանձին հեռախոսների մեջ մտած վիճակից հետ գալու շատ լավ առիթ է, այնպես որ խնդրեմ օգտվեք առիթից։ Այնպես որ համեցեք կինոթատրոններ, ես էլ դեռ առիթ չեմ ունեցել դիտելու, սիրով կպատրաստվեմ եւ կգնամ դիտելու ֆիլմը։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար եւ ցանկանում ենք նաեւ ձեր ֆիլմին հաջողություն, իսկապես թող որ իր նպատակին ծառայի։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին միանանք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանին, դիտենք եւ լսենք արցախյան քաղցր ու հաճելի բարբառով զրույցը եւ ապա վերադառնանք։